Ինչպես հայտնի է, Հայաստանում 2026 թվականի ամռանը տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Ընդդիմության շանսերը մեծ են, թե ոչ։ Ռադար Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ասաց, որ ընդդիմությունը կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը։ Ընդդիմությունը շանս ունի եւ կարծում եմ շատ մեծ հավանականությամբ կկարողանա վերցնել երկրորդ հորիզոնականը Հայաստանի արմատական ընդդիմության տեղը նորից այդ ռուսամետադիմությունը արմատական ընդդիմություն, ինչպես ես ասացի, կկարողանա ստանալ, քանի որ այլ քաղաքական ուժեր չկան։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, ընդդիմությունը շանս ունի, քանի որ չկան այլ առանձին անհատներ։ Քաղաքական դաշտը այժմ անձնավորված է։ Չկան այլ առանձին անհատներ, քանի որ բավական անձնավորված է մեր քաղաքական դաշտը, ովքեր կարող են երկրորդ տեղի հարցում մրցակցություն առաջարկել արմատական ընդդիմությանը կամ ռուսամետների։ Առաջին տեղի հարցը կարծում եմ բացարձակապես ընդդիմության, այդ արմատական ընդդիմության համար այս պահին հասցեել չէ։ Նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը նշեց, որ փորձելու են ստեղծել դաշինք եւ հավաստիացնում է, որ բաց են համագործակցությունների համար։ Այո, մենք գնալու ենք դաշինքով, որովհետեւ այդպես է պահանջվում ընտրություններին մասնակցությունը կամ կուսակցություն պիտի լինես կամ դաշինք, քանի որ մենք կուսակցություն լինելու ցանկություն չունենք առանձին, մենք փորձելու ենք ստեղծել դաշինք, հիմա ընթանում են բանակցություններ, դաշտում կան առողջ ուժեր, որոնք իսկապես հասկանում են եւ պատասխանատվություն են զգում ապագայի հետ կապված։ Նինա Կարապետյանցի խոսքով իշխանություններին անակնկալ է սպասվում։ Եվ մենք այս բանակցությունների ընթացքում գրեթե բոլորի հետ ում հետ խոսել ենք, եկել ենք համաձայնության, եկել ենք առարկայական առանձին դեպքերում լուծումների, մնացած ավելի դետալների մասին երևի ճիշտ կլինի չշտապել, թող իշխանությունները նստեն ու մտածեն, թե ինչ սյուրպրիզներ իրենց կարող են սպասվել, իսկ սյուրպրիզներ հաստատ լինելու են։